Իմ շատ սիրելի ժողովուրդ, դանդուր ամենտեղ դանդուրը լեփլեցուն է, իսկ մենք ինչ պետք է անենք, իհարկե պետք է օգտագործենք եւ վիտամին C-ի քանակություն եւ բջջանյութի հզոր քանակություն, որը խոլեստերինը իջեցնում է, ինչ ենք անում, վերցնում ենք դանդուրի վրա լցնում ենք եռացած ջուր լցնելուց հետո իհարկե սիրելի իմ ժողովուրդ, կարող ենք այն տարբեր ձևով օգտագործենք, որպես աղցան, կարող ենք որպես տապակել իհարկե, բայց ես նախընտրում եմ աղցանը, որովհետև այն շատ առողջարար է, որովհետև նրա մեջ մենք լցնում ենք մի փոքր քարծախ, մի փոքր ձետ եւ իհարկե լցում ենք անպայման սև քունջութի յուղ, որովհետև այն բոլորս գիտենք, հենց իր հզոր հատկանիշներով առողջարար է, նույնիսկ անգամ ասում են, այդպես են ասում սև քունջութի մասին, որ մահացածին անգամ արդեն այն չի կարող օգնել, բայց խնդրում եմ իմ շատ սիրելի ժողովուրդ, սև քունջութի յուղը պետք է անպայման լինի թարմ, որպեսզի այն շատ համեղ լինի եւ օգտակար հատկանիշները ոչնչացված չլինի, այնուհետև մենք այս թասից քամում ենք իհարկե, մենք ունեցանք հրաշալի, լցնում ենք թասի մեջ, վրան լցնում ենք մի փոքր ձետ, մի փոքր քացախ, կարող եք նաև սող, սխտոր եւ մի փոքր աղ եւ այն պատրաստ է հենց այդ պահին օգտագործելու համար, որովհետեւ եւ դանդուրի մեջ գտնվող միկրոէլեմենտներն ու վիտամինները եւ մեր յուղը երկուսն էլ իրար հետ առողջարար են եւ կալորիականությամբ շատ ցածր։ Եթե ուզում եք գարնանը նիհարել, ապա անպայման պետք է օգտագործեք շատ բանջարեղեն, որովհետեւ նրա մեջ կա բջջանյութի հզոր քանակություն, որը խթանում է ձեր աղիների աշխատանքը եւ հեռացնում օրգանիզմից ոչ պիտանին, իսկ խոլեստերինը իջեցնում է, ճնշումը իջեցնում է, իսկ օմեգա 3-ը մեր յուղի մեջ, սև քունջութի յուղի մեջ նպաստում է, որ մեր լյարդը նորմալ լինի, հատկապես այն մարդիկ, որոնք ունեն լյարդի խնդիր, անպայման պետք է օգտագործեն սև քունջութի յուղ։ Իհարկե սիրելի իմ ժողովուրդ, ուզում եմ նաև իմ նոր ծրագրի մասին ասել, որը արդեն ես կազմակերպել եմ այդ գյուղացիներին, եթե կա որևիցե մեկը, թեկուզ սահմանամերձ շրջանում լինի, ուզում է բիզնես ծավալել, ուզում է որևիցե մի բիզնես ծրագիր ունի, ապա կարող է ինձ հրավիրել, ես պատրաստ եմ օգնելու գյուղացուն, չէ որ ես իմ հայ ժողովրդին օգնում եմ միայն ու միայն անշահախնդիր, որպեսզի իրենց վիճակը լավ լինի, այնուհետև այսօր իհարկե մենք Աննային ենք այցելել, իր յուղն ենք անպայման ներկայացնում եւ նաեւ ուզում եմ անպայման զգուշացնել։ Յուղը, խնդրում եմ, դուք ներկա եղեք քամման process-ին, հետաքրքիր է եւ իր սարքավորումը կտեսնեք, որ բավականին բարձրակարգ սարքավորում է եւ սառը ճզմվող եւ ամենակարևորը թարմ վիճակով դուք օգտագործելով շատ ավելի առողջ կլինեք, որովհետև մինչև 1 ամսվա յուղը օգտագործելը դա հենց կարևոր է ձեր համար, ոչ թե Աննայի բիզնեսն եմ ես ուզում աճեցնել, այլ ձեր առողջության մասին եմ մտածում։ Սիրելիներս, օգտագործում ենք յուղեր, որպեսզի լինենք միշտ առողջ։